Շարունակում ենք եւ այժմ արդեն ծանոթանանք այս drawing հնարավորությանը։ Ես այստեղից սեղմում եմ drawing, բացվում է պատուհան, որտեղ այս վերևի հատվածում գտնվում են գործիքներ, իսկ այս հատվածը արդեն մեր նկարչական հատվածն է, այսպես ասած։ Այս գործիքների միջոցով, օրինակ սա, մենք կարող ենք ընտրել տարբեր տեսակի պատկերներ, ենթադրենք row։ Այնուհետև այստեղ կլիկ անելով կարող ենք ստանալ այսպիսի պատկեր, նրա չափսերը կարող ենք այնուհետև մեծացնել, փոքրացնել եւ այլն։ Ես վերադառնում եմ հետ, հաջորդը այստեղ այս պատկերները կարող ենք ստանալ, օրինակ եթե ես ընտրեմ cube, այս խորանարդը եւ կլիկ անեմ, այնուհետև չափը ընտրեմ, բաց թողնեմ մկնիկի այդ կոճակը, մենք կստանանք խորանարդ։ Ու նույն եղանակով կարելի է ստանալ մնացած բոլոր գրաֆիկական պատկերները։ Իհարկե գրաֆիկա նկարելու համար նախատեսված ավելի պրոֆեսիոնալ ծրագրեր կան, բայց այս drawing-ը թույլ կտա ստանալ պարզ պատկերներ տարբեր նպատակներով։ Բացի դրանից, յուրաքանչյուր պատկեր ստանալուց հետո այստեղ հնարավոր է նաև նշել նրա համար կարգավորումներ, օրինակ գույն, ընդհանուր այստեղ նշված է այս գույնը, եթե ես նշեմ սա, կտեսնենք այսպիսի արդյունք։ Բացի դրանից, եթե մենք այստեղ սեղմենք աջ կլիկ, այստեղից կտեսնենք մի քանի այլ նաև հնարավորություններ, որոնցից մեկը օրինակ թեքելուն է վերաբերվում, ես մեկ քայլ հետ եմ վերադառնում եւ այլն, cut, copy, paste, սրանք աշխատում են նույն եղանակով, ինչպես տեքստերի ժամանակ կամ ցանկացած այլ տարի ժամանակ։ Բացի դրանից մենք կարող ենք ընտրել նաև եզրագծի չափսը, տեսակը, օրինակ կետ գծեր, այսպիսի տեսակ ենթադրենք։ Եվ more այստեղ արդեն նույն գործիքներն են տեքստերի հետ աշխատելու համար, օրինակ եթե ես այստեղ սեղմեմ աջ կլիկ, edit text, այստեղ մենք կարող ենք տեղադրել ինչ-որ տեքստ, ենթադրենք, այս եղանակով։ Ու նույն այս գործիքների միջոցով տեքստը հավասարեցնել մեջտեղում, ենթադրենք, եթե այս եղանակով գրված լինի, նախադասությունների միջև այդ հեռավորությունը կարող ենք փոխել եւ այլն, նույն եղանակով ինչպես անում ենք փաստաթղթերում։ Նաեւ տեքստի գույն կարող ենք նշել, օրինակի համար ընդհանուր իմ կարծիքով պարզ էր։ Վերջում արդեն, երբ որ բոլոր կարգավորումները նշում ենք, կարող ենք օրինակ բեռնել ենք ինչ-որ պատկեր, ենթադրենք ստացել ենք ընդհանուր մեր նկարչական տարածքում մեզ անհրաժեշտ գրաֆիկան, դրանից հետո այստեղ actions կարող ենք այն առանձին ներբեռնել որպես պատկեր JPEG ֆորմատի PNG, որպես SVG ֆորմատի վեկտոր գրաֆիկական, որը օգտագործում է արդեն պրոֆեսիոնալ ծրագրերում որպես PDF, եւ կարող ենք այստեղ սեղմել save and close ու այս ստացված պատկերը արդեն կտեղադրվի մեր փաստաթղթում։ Ես տեղափոխում եմ այն ամենավերջում, ու ստանում ենք այսպիսի արդյունք։ Բացի դրանից, երբ որ այստեղ file new drawing սեղմում ենք, նույն նկարչական տարածքը բացվում է առանձին, մի քանի նաև այլ հնարավորություններով, այստեղ table նույն աղյուսակներ տեղադրելով, ենթադրենք text, պատկեր, մնացած բոլոր հնարավորությունները այստեղ տպելու հնարավորություն նաև կա եւ ստանում ենք առանձին ֆայլ դրա համար մեր արդեն drive-ում, որը կարող ենք արդեն պահպանել որպես ֆայլ, այնուհետև տեղադրել փաստաթղթերում կամ բեռնել որպես պատկեր, օգտագործել այս կամ այն նպատակներով։ Կարծում եմ այս նկարչական հնարավորության հետ կապված ամեն ինչ պարզ էր։ Ես սա մաքրում եմ, այստեղ կլիկ եմ անում, սեղմում եմ delete եւ մաքրվում է։ Այստեղ այսքանը, կշարունակենք հաջորդ վիդեոից։